համակարգը։ Մյուս երկուսը նույնպես կբացատրեմ, կքննարկենք, որովհետև ավելի ինֆորմացիան ոչ մեկից չի խանգարի։ Մեկ էլ նախորդ դասից ինչ-որ մեկը հարցեր կամ կիսատ պակաս անհասկանալի մաս կա, թե անցնենք առաջ։ Ուրեմն վաճառքի մոդելները բաժանվում են 4 տիպի՝ FBV, FBS, DBV և DBS։ F-ով սկսվողները դրանք սովորական վաճառքի փուլերն են, իսկ D-ով սկսվողները դրանք կուրիերի օգնությամբ կատարվող վաճառքներն են։ Ուրեմն հիմնական մեծ աշխատանքը անելու ենք FBV-ի հետ կապված, որովհետև տվյալ մասը ամենածավալուն մասն է, որպեսզի իմանանք մեր կոմիսիաները, վաճառքի տարբերակները ու ինչպես ենք աշխատելու, որ պահեստների հետ ենք աշխատելու։ FBV-ն դա այն եղանակն է, երբ մեր ապրանքը գտնվում է Վալբերիսի պահեստում և մենք վաճառք լինելու դեպքում Վալբերիսի ամբողջ գործընթացը կազմակերպում է ապրանքը դեպի գնորդին հասցնելու համար։ Տվյալ տարբերակի դեպքում առավելություններն այն է, որ մենք ժամանակ ենք խնայում, այսինքն մենք ավել աշխատանք չենք կատարում այդ պրոցեսի ընթացքում։ Եվ իհարկե արագ առաքումներ, անցած դասին նշել եմ, հիմա նորից ասեմ, երբ որ ձեր ապրանքը արագ է առաքումը կատարվում, ապա իր վաճառքի դիրքում ինքը ավելի բարձր է գտնվում։ Օրինակ, եթե դուք հագուստ եք փնտրում, որ փնտրեն ձեր ավելի առաջ կբերի, քան երկար առաքում ունեցող ապրանքները։ Դա մի աստիճան բարձրացնում է վերև։ Թերություններից այն է, որ պահպանման համար կան ծախսեր։ Յուրաքանչյուր պահեստ ունի իր ծախսերի ցուցանիշը ու բացի դրանից ծախսերի վրա ազդում է նաև ձեր ապրանքի ծավալը, քաշը։ Ու մենք չենք կարողանում վերահսկենք պարտիաները, այսինքն եթե մենք օրինակ մեկ տարվա ընթացքում 5 պարտիա տվյալ ապրանքից ստանենք, մենք չենք հասկանա, որ պարտիայից մեր ապրանքը գնաց։ Կարա լինի վերադարձների ընթացքում գնում են նորից պահեստից նորից վաճառք է կատարվում, այսինքն մենք չենք կարող վերահսկել, որ փուլում մեր ապրանքը ոնց փաթեթավորվեց ու հասավ վաճառող գնորդին։ Այսինքն, երբ որ վերադարձ է լինում, մեր Վալբերիսի պահեստը պետք է անպայման մեր ապրանքը փաթեթավորի, բայց թե ինչպես կփաթեթավորի, դա արդեն նորից եմ նշում վերահսկելի չէ։ Սա այսպես, որ հարց կա մասի հետ կապված։ Այս պահեստը տանելուց սա մենակ կենտրոնական պահեստին է վերաբերվում, թե յուրաքանչյուր երկիր ունի իր պահեստը։ Այսինքն Երևանի մասին է տվյալ դեպքում խոսքը։ Եթե Հայաստանում եք աշխատում, հա։ Ուրեմն ում է համապատասխանում վաճառքի այս ձևը։ Հիմնականում այն վաճառողներն, ովքեր ունեն ստաբիլ եկամուտ, այսինքն գիտեն, որ իրանց ապրանքը այսին ժամանակահատվածում այսքան կվաճառվի։ Հիմնականում տվյալ վաճառողներն են եւ ովքեր ունեն իրենց վաճառողների հոսքը արդեն եւ գործում է տարբեր երկրներ, հա։ Այսինքն իրենք ունեն ամբողջ նշված բոլոր երկրներում ունեն իրենց գնորդների հոսքը։ Օրինակ նմանատիպ վաճառողներ օրինակ բերեմ, օրինակ Adidas-ը։ Ցանկացած երկրում իրենք ունեն իրենց գնորդների հոսքը եւ դրա համար իրենք իրենց ապրանքները պահեստում են պահում։ Եվ այն վաճառողներին, ովքեր ում ապրանքը արագ է վաճառում եւ մարժան ցածր է լինում։ Մարժան ինչ է, դա իրենից ներկայացնում է ձեր եկամուտը։ Այսինքն դա կարող է լինել փոքր ապրանքներ, օրինակ մազակալները, որոնց մեջ մենք ունենք շատ փոքր գումար, կարող է լինել օրինակ շրթունքների մատիտը կամ նմանատիպ մանր ապրանքներ, որտեղ եկամուտը շատ քիչ է եւ FBS տարբերակով աշխատելը բացարձակ հարմար չէ, որովհետեւ մենք վճարելու ենք եւ պրիոմկայի համար եւ լոգիստիկ ծախսեր։ Դրա համար հիմնականում աշխատում են մանր ապրանքները պահեստից։ Այսինքն տանում եք բեռնականակը, արագ գնում է վաճառքը, որովհետև մանր ապրանքը նորից եմ նշում ավելի արագ վաճառք ունի, քան մեծ բարձր արժեք ունեցող ապրանքները։ Տարիֆների մասին խոսեմ, ասեցի, որ յուրաքանչյուր ապրանք ունի իր պահպանման գումարները։ Ես այստեղ բերել եմ մի քանի պունկտերի սակագներ եւ իմ ապրանքի չափերը նշել եմ, տեսնում եք, դլինա 50, շիրինա 50, վիսատա 20 եւ քաշը 200 գրամ եւ իր ծավալը 1 լիտրում, այսինքն 1 կոռոբի վրա, պալետի վրա 50 լիտր է կազմելու եւ այս հաշվարկը 50 լիտրի հետ կապված է լինելու։ Օրինակ Հայաստանում 1 պարտիան
732 ռուբլի է կազմում պահպանման ծախսը։ Եվ մոնոպալետը դա երբ որ մեկ պալետի վրա, պալետը կհասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Փայտից սարքած պալետն է, որի վրա ապրանքը ունի հստակ 1 խորանարդ չափով ապրանք են բարձում եւ այդ պալետի մասին է խոսքը։ Պահպանումը 732 ռուբլի եւ վազրատների դեպքում 50 ռուբլի։ Իմանաք, որ եթե ապրանքը վազրատ է լինում, դուք դրա համար եք վճարում ոչ թե գնորդը։ 50 ռուբլի տվյալ դեպքում։ Իսկ եթե փոքր ապրանք է, օրական խնայելը 4 ռուբլի է, կորոբի մասին է խոսքը, այսինքն արկղի մասին է խոսքը։ 4 ռուբլի, բայց հաշվի առեք, որ սա 50-50-20 չափի 200 գրամանոց ապրանքի մասին է։ Ոչ բոլոր ապրանքներն են, որ այսքան դուք վճար եք անում։ Օրինակ իմ ապրանքները, որոնք որ փոքրիկ են, դրանց վճարը օրական 0.12 ռուբլի է։ Չպատկերացնեք, որ մեծ գների մասին է խոսքը այստեղ։ Եվ պրիոմկան օրինակ 85 ռուբլի է պալետի, բայց այստեղ նորից եմ նշում նայած պահեստներ, օրինակ Հայաստանում մեր Երևանի պահեստը արդեն անվճար է ընդունում ու դուք վճարներ չեք տալի ձեր ապրանքը այնտեղ հասցնելու համար։ Այս ստատիստիկան երևում է ձեր էջում, դուք կարող եք մտնել շատ հանգիստ տեսնել, որ պահեստը ինչ գներով է աշխատում ու ձեր ապրանքը ինչ ծախս կունենա իրանից, երբ որ դուք այս ձև աշխատեք։ Նայած տարածք։ Հայաստանում չկա։ Բայց մեծ պահեստները, օրինակ Կալենդինոն մեծերը, հա, որոնք որ ցենտրալնի մասում են գտնվում, դրանք շատ պահանջում են ընդունման վճար։ Միանգամից գնում Ռուսաստան իրանց կենտրոնացման սկլադը, դա պրիոմի համար գումար պետք է։ Եթե տվյալ տեղերն եք տանում, հա, բայց նորից եմ ասում, տեղեր կա, որ չունեն։ Բայց ամենտեղ կարելի է տանել։ Ցանկացած տեղ, բայց նայեք, երբ որ բացում եք պաստավկեն, ես վիդեո պատրաստել եմ, բայց ոնց որ չքաշեց, հիմա տեսնենք, եթե կարողանամ ցույց տամ, այստեղ կքննարկենք։ Եթե չէ, խումբ կուղարկեմ, հաջորդ դասին կքննարկենք։ Երբ որ դուք պաստավկեն ստեղծում եք, դուք ընտրում եք որ պահեստ տանեք։ Երբ որ դուք պահեստը ընտրում եք, այնտեղ ձեր ծախսը ասում է պրիոմկայի համար այսքան, որ օրերն են ազատ ու արդյոք դուք կարող եք տանել, թե ոչ։ Պահեստներ կան, լիքն են, ու դուք չեք կարող այդտեղ ապրանք տանել։ Եվ այս բաժինը стоимость возврата товара продавцу, այսինքն ինչ վճարներ ենք մենք վճարում, երբ որ մեր ապրանքը օրինակ չի վաճառվում կամ վերադարձ է կատարվում բռակի դեպքում։ Օրինակ ավտովազրատները կամ երբ որ դու ես ցանկանում, որ այդ ապրանքը գա քո մոտ արդեն։ Այսինքն մեր ցանկությամբ, օրինակ Կալենդինոն եմ հանել այստեղ ամենապահանջված սկլադներից մեկը, 279 ռուբլի պլյուս 27 ռուբլից հաջորդ լիտրերի համար։ Դա երբ որ դաստավկեն կուրիերով է լինում, իսկ обратная լոգիստիկան 250 ռուբլի։ Կուրիերով տարբերակը, եթե բռակ է լինում ու կուրիերով եւս պատվիրում եք, 1089 ռուբլի է պլյուս 1050 ռուբլի մյուս տարբերակը եւ երբ որ պունկտ են ուղարկում 170 ռուբլի է ցանկացած լիտրի համար յուրաքանչյուր։ Այստեղ նայեք, երբ որ բռակ է լինում, դուք ստիպված պետքա ձեր պունկտից վերցնեք, եթե FBS տարբերակով եք աշխատում, ընդհանրապես, եթե ձեր ապրանքը կուրիերով վերադարձնելու չի, հիմնականում մնացած բոլոր ապրանքներն են, բացի մեծ գաբարիտնի ապրանքները, որոնք որ պահեստից պահեստ չի կարա տեղափոխվի։ Այսինքն այդ մեծ գաբարիտնի ապրանքները կուրիերով է գալու, այս ծախսերի մասին է խոսքը։ Եթե սովորական մանր ապրանքներ է կամ օրինակ մի պարտիա եք տարել, որը 3 ամիս չի վաճառվում, ընդհանրապես իմացեք, եթե ձեր պարտիան 3 ամիս 90 օր չի վաճառվում պահեստում, իրենք հետ են ուղարկում ձեզ։ Կլինի պահեստից վերցնել, թե կլինի կուրիերով, թե կլինի ՊՎԶ ուղարկելով, բայց հիմնականում, եթե նորից եմ ասում, մեծ պարտիա, օրինակ 1000 հատանոց հագուստ, հաստատ ՊՎԶ չեն տանելու, ՊՎԶ, որ ասում եմ, հասկացեք, հա, այստեղի պունկտերը, հա, չեն տանում ու բերում են միանգամից ձեզ կուրիերով տարբերակը։ Այս դեպքում այս ծախսերի մասին է խոսքը, քիչ չի։ Դրա համար ես նորից եմ ասում, եթե սկսնակ եք, աշխատեք FBS-ով, հանձնելով այստեղ, որպեսզի դուք հասկանաք ձեր ապրանքը ինչ քանակի է վաճառվում, ամսական կտրվածքով ձեր ցանկալի պարտիան ու նոր ուղարկեք։ Հա, չէ, եթե
սովորական օրինակ չի ցանկանում ուղակի կամ դուրը չի գալի, գնում է նորից պահեստ։ Դու սենց կարաս աշխատես, բայց քո ապրանքը վաճառատի դեպքում պահեստ է գնում։ Հա, չէ, չես վերցնում, նորից գնում է վաճառքի։ Նայեք, երբ որ վաճառատ է լինում, հա, տարբերություն չկա ոնց էս աշխատում։ Երբ որ վաճառատ է, ավելի ճիշտ տարբերակներ կան դրել, օրինակ անիմաստ է որ գա այստեղ քեզ հասնի, որովհետև նորից ասեմ 170 ռուբլի, 50-ից 170 ռուբլի դու վճար ես անելու։ Որպեսզի հետ չգա քեզ ապրանքը, դու էջումդ կարգավորումները պետքա տաս, որ գնա պահեստ վաճառքի։ Եթե բռակա, միևնույնն է պետքա գա հասնի քեզ, որտեղ բռակը կրկնակի վաճառքի չի գնա։ Նայեք, դուք 5 հատ պունկտ եք նշում վաճառատի համար, երբ որ այստեղի պահեստը լինում է ծանրաբեռնված, գնում է հաջորդը եթե էլի ծանրաբեռնված է հաջորդ, ու այդպես 5 փուլով գնում է, առաջնահերթ օրինակ ես այստեղ եմ նշել, հիմնականը այստեղ է գալի, եթե չէ մյուս Բաղրամյանի հասցնենք նշել, տաշիրը ու տենց էլի մոտակա տարածքները, որ վերցնելիս հեշտ լինի, բայց պարտադիր 5 ՊՎԶ պետքա նշեք, պահանջը այդպես է։ FBS-ով ուղարկել եմ, հա, 15 ռուբլի է։ Հա, մի փաթեթը։ Չէ։ 15 ռուբլի, եթե 50 հատից ավել է օրական, 75 ռուբլի։ Բայց եթե 50 հատից ավել օրական ունենաք, ավելավա սկլադով աշխատեք։ Էսա ես մյուս ցուցանիշներ ցույց կտամ ու կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Հիմա սա տարիֆներն եմ բացել պահպանման։ Օրինակ Սկլադ Երևանը ամսի 3-ի դրությամբ առաջինը, երկրորդ սյունյակը ամսի 4-ի դրությամբ։ Նշեմ, որ արդեն Հայաստանում ունենք երկրորդ Սկլադը, որը Արաբկիրում է գտնվում, բացի Չարբախինը, ու ոնց հասկացա, Արաբկիրինը մենակ պահպանման համար է։ Եթե ուզենաք օրինակ այլ գործարքներ կատարեք, այդ արդեն մյուս պահեստի մասին է խոսքը լինելու։ Ուրեմն պահպանման համար լոգիստիկան 71.3, դապալնիտինին 21.7 եւ պահպանումը 0.12 ռուբլի։ Լիտրի մասին է խոսքը։ Կարա դրանից քիչ է լինի, այսինքն լիտրը 10-10-ի վրա էլի, մոտավոր, ճիշտ եմ ասում։ Հա, 10-10-ի վրա։ Դե իրենք խորանարդով են չափում, տեղ ինչքան զբաղեցնում է։ Եթե օրինակ ծավալը շատ է լինում, քան իր չափը, ապա հաշվում են արդեն քաշով։ Լոգիստիկան 71.3, 21.7 արդեն հաջորդ ցանկացած լիտրը։ Լոգիստիկ վճարներ պետքա անեք, պալիբոմու, որովհետև ձեր ապրանքը այստեղից տանում են այնտեղ, այնտեղից այնտեղ ու դա նույնպես ծախսի մասին է խոսքը։ Վերջում մենք ունենք կալկուլյատոր պրիբուլի, որտեղ որ հաշվարկանելուց այս բոլոր թվերը, որ ձեզ ցույց եմ տալի, տեղադրելու ենք ու հասկանանք մենք ինչքան եկամուտ ենք ստանում մեր ապրանքից։ Ապրանքը պահես չես ուղարկում ու բացրի դեպքում դու ինքս տանում ես տունք, այդ տունքից ուղարկում ես։ Վազրատի դեպքում այդ ապրանքը հետ է գալիս քեզ, թե ինչ-որ տեղադրումներ կան, չհասկացա։ Դե այդ եմ ասում, պահեստ է գնում, բայց այդ էջումը պետքա կարգավորումը տաս։ Կարգավորումը տալիս ես պահեստ է գնում ու այնտեղից է նորից վաճառք գնում։ Այսինքն, երբ որ դու քո աստատկեքը նայում ես, այնտեղ բացի քո պահեստից, որ դու քանակը դու ես գրում, կա նաև օրինակ այսինչ պահեստում ունես մի հատ ապրանք։ Ու երբ որ մոտակա տարածքներից են գնում կատարում, այդտեղից գնում է մոտակա տարածքներ։ Օրինակ, եթե Երևանից պատվիրեն ու Ռուսաստանի որևէ երկրում լինի, քաղաքում լինի, այնտեղից չի գա Հայաստան։ Հայաստանից կգնա Հայաստանի մեջ, այսինքն քո պահեստից կգնա պատվերը։ Հա, ավտոմատ է, այդտեղ ոչ մի բան դուք չեք կարող կարգավորեք։ Չէ, այդ ավտոմատ է։ Երբ որ պատվերդ գնում է, ցույց է տալի, որ պահեստից է գնում։ Եթե քո պահեստից է, դու քո էջում արդեն տեսնում ես, որ դու պետք է այդ ապրանքը հավաքես։ Տուփ ինչ նկատի ունես։ Չէ, կարաս մի քանի, եթե FBS նկատի ունես, թե պահեստ։ Պահեստ, որ ուղարկես, կարաս։
Այնտեղ հենց կորը ասված է, դա է, երբ որ դրա մեջ մի քանի տեսակի ապրանք կարաս անես, օրինակ 10 հատ մեկից, 10 հատ մեկից, 20 հատ մեկից։ Այդ կարաս։ Իսկ եթե պալետ ես անում, դու պետքա մի տեսակի ապրանք ընտրես։ Մոնոպալետն է, էլի մեջը ենթադրում է մի 50-50 հատ երկու տեսակ ապրանք, օրինակ 2-ից 3 տեսակ, բայց հենց կորը, որ փոքր վերցնում ես, դրա չափերը պետքա լինի 60-40-40։ Որ Վալբերից գնաք տալիս է ձեզ այդ կարապկեքից լիքը ունեն, էլ իրանք կտան ձեզ, եթե հանձնելու լինեք։ Ես իմի վրա եմ օրինակ անկողնային պարագան 1 կիլո ես մի զակազ մի հատ եղավ, չեմ կարա մի հատը տանեմ, այդ կորոբով պետք է ես տանեմ։ Չէ, այստեղ կարաս տանես։ Պահեստը արդեն մի արկղ պետքա պատրաստես, էլի։ Այ վազրատի մասին խոսեցինք, ես սա էի ասում, որ այստեղ պետքա նշեք պահեստները, որտեղ որ եթե դուք ցանկանաք վերադարձը գա ձեր պահեստ։ Օրինակ իմը նշած է Ստեփանավան Սոսարքսյան հասցեով։ Այստեղ նաև դապալնիցիլնի ադրեսներ պետք է ավելացնեք, որ այստեղ ծանրաբեռնված լինելու դեպքում գնա մեկ այլ պահեստ։ Պունկտ։ Մեկ այլ պունկտ։ Եվ անցնենք տարիֆներին։ Յուրաքանչյուր ապրանք, ես մի քանի ապրանք եմ առանձնացրել, որը որ ձեզ շատ հետաքրքրում էր, հիմնականը դրանք, օրինակ սա խաղալիքներն է։ Վալբերսը ինչքան կոմիսիա է վերցնում մեզնից։ Օրինակ խաղալիքների դեպքում, երբ որ ապրանքը պահվում է պահեստում, դուք 18.5% պետքա ձեր ապրանքի գնից տաք Վալբերիսին։ Եթե Վալբերիսը իր հաշվին զեղ չա դնում, այդ 18.5-ը պլյուս մինուս է լինում, հա։ Այսինքն եթե իր հաշվին 33% զեղ չա դրել, օրինակի համար, 18.5-ը դա իր օգուտն է, մնացած ինքը քեզ պետքա հետ տա։ Չմտածեք, որ 33 ինքը որ դրել է մի հատ է 18.5-ն է հանելու, հետո նոր մնացորդը ձեզ տա։ Եթե իր հաշվին այնտեղ որ մտնում եք ապրանքի գին, տալիս է սկիդկա ՎԲ, երբ որ ինքն է որոշում, ու կա սկիդկա продавца, դա դուք եք որոշում։ 18.5, եթե FBS-ով եք աշխատում 22%։ Այստեղ DBV, DBS տարբերակները, դրանք կուրիերնի տարբերակներն են, IDBS-ը, որ գրված է 3%, դա երբ որ դուք եք ապրանքը տանում հասցնում գնորդին։ Այսինքն պատվերը գրանցվելու դեպքում ինքներդ փաթեթավորում եք, առաքում տանում հասցնում եք, դա տեղի հիմնականում վաճառողների մասին է խոսքը, դա նույնպես ներկայացնելու եմ։ Այսինքն չնայեք այդ 3%-ին, ասեք ինչ լավ է այս տարբերակով աշխատենք, որովհետև դա մեկ այլ ծախս է իրենից ենթադրում։ Սա խաղալիքները, մի քանի տարբերակ հանել եմ, եկեք միասին նայենք, այստեղ օրինակ տավարը для малышей, постельное белье для малышей սովորականը 19.5 է, երեխաներինը 16.5 է, եթե FBS-ով եք աշխատում 23% ու 20%։ Ювелирные украшения сереброн, օրինակ արծաթը 23% է, երկու դեպքում է։ Օրինակ կիստочкեքը դիմահարդարման 22.5 եթե պահեստով եք աշխատում, 26% եթե FBS-ով եք աշխատում։ Հա, այդ իրա կոմիսիան է։ Երբ որ պահանջարկը շատ է լինում քո ապրանքի, կամ տենում է վաճառք չի գնում իր 20 օր, ինքը որոշում է սկիդկա դնի։ Ակցիաների ժամանակ, օրինակ սեզոնային մարտի 8 կամ նմանատիպ, հա, ինքը որոշում է։ Իրանք ունեն իրանց ալգորիթմը, ըստ դրա արդեն գնում է, դա մենք կանխատեսելի չի այդքան, բայց հիմնականում այդ սկզբունքներն են։ Չէ, ես այդ եմ ասում։ Եթե իր պրոցենտը 18.5 է, ինքը 33, ինքը այն տարբերությունը մեզ հետ է տալու։ Բացի այդ էլ, երբ որ այս պրոցենտը պահում է, ինքը հաշիվ է դուրս գրում մեզ։ Նակ ես այսքան կոմիսիա եմ պահել, ԱՁ-ով հաշիվա, tax service-ով տեսնում ենք, էլի, այսինքն մենք ըստ դրա նաև կարանք մեր ծախսերը նվազեցնենք, հարկերը, 10% հարկ ենք վճարում, ըստ դրա նվազեցումները տանք։ Բիժուտերիաներն էլ եմ նշել 18.5 պահեստում պահելու դեպքում 22%, երբ որ մենք այստեղից ենք աշխատում։ Մենք միասին ունենալու ենք կալկուլյատոր մեր եկամտի, ըստ դրա որոշում ենք, բայց ընդհանրապես պետք է նայեք նաև մրցակցությանը։ Այսինքն գինդ լինի մրցակցային, բայց եթե տեսնում ես դու տուժվում ես ու մրցակցային գնից դու պետքա բարձր դնես, դու պետքա բարձր դնես մեկը, որովհետև չես կարող աշխատես այստեղ ու եկամուտ չունենաս։ Ու նորից եմ ասում, ցանկացած ապրանք, ցանկացած գնի ունի իր գնորդի քանակը։
ցանկացած ապրանք վաճառվում է իրեն համապատասխան առավելություններով։ Մյուսը հանել եմ, եթե կոսմետիկ օրինակ վաճառեք 22.5% պահեստում պահելու դեպքում, 26% FBS-ով աշխատելու դեպքում։ Անցանք marketplace-ին, սա այն տարբերակն է, երբ ապրանքը պահվում է ձեր պահեստում, ձեր տանը կամ նմանատիպ վայրում, պատվերը գրանցվելու դեպքում դուք ինքներդ փաթեթավորում եք, պիտակավորում եք ու հանձնում եք մեր մոտակա pvz.vd-ի զակազ։ Առավելությունները այստեղ կայանում են նրանում, որ ամբողջությամբ դուք վերահսկում եք փաթեթավորումը։ Բացառությամբ, եթե ապրանքը վազվրատ է լինում, նորից գնում է պահեստ, այնտեղ վերափաթեթավորվում է։ Եվ չեք վճարում պահպանման համար գումարներ։ Իհարկե, դա շատ լավ առավելություն է, եթե նոր եք սկսում աշխատել։ Եվ կարող Դե Հայաստանի մակարդակով եթե նայում ենք ուշ է հասնում, բայց եթե Ռուսաստանից այս տարբերակով աշխատեն, բացարձակ երկարաժամկետ չի լինում, էլի։ Մի օրվա տարբերություն մաքսիմում տա։ Եվ կարող եք սկսել քիչ քանակից, եթե նույնիսկ 2 հատ, 3 հատ ունեք, կարաք 2-3 հատնը վաճառվեք։ Այստեղ մինիմալ նիշեմ չկա, մի հատից սկսած կարաք ձեր ապրանքը ներկայացնեք ու վաճառեք։ Թերությունները իհարկե ժամանակի շատ ծախս եւ առաքման ժամանակի մեջ տեղավորվել։ Դուք ունեք ընդամենը 120 ժամ, որի ընթացքում դուք պետք է ապրանքը փաթեթավորեք ու հանձնեք մեր պունկտը։ Այսպես հարց ունեք այս մասի հետ կապված։ Շտրիխ կոդը FBS-ի դեպքում պարտադիր չի, բայց ցանկալի է, պարտադիր չի։ Ու պետք է ունենաք QR կոդը, որը տալիս է մեզ մեր edge-ը Valberis-ի։ Ես այդ վիդեոն ունեմ, հիմա կտեղադրեմ, կնայենք ինչ փուլով է գնում։ Եվ այստեղ մանրամասնեմ, թե ում է համապատասխանում այս տարբերակով աշխատելը։ Նորից ասեմ, նոր սկսնակներին Valberis-ի, որպեսզի հասկանաք ձեր շարժը, ապրանքը ընդհանրապես վաճառվող չի ու պահանջարկը կա, թե չէ։ Ըստ դրա նոր որոշում եք ձեր պարտիան ինչքան ուղարկեք պահեստ, եթե կցանկանաք, նորից եմ նշում, պարտադիր պայման չի։ Այն վաճառողներին, ովքեր dropshipping-ով են աշխատում։ Մանրամասնեմ այդ բառը, ինչ է իրանից ներկայացնում։ Dropshipping-ը դա այն է, որ օրինակ պատվեր լինելու դեպքում դուք գնում եք երրորդ անձից վերցնում եք այդ պատվերը ուղարկում եք։ Ինքն պատվեր վերցնում եք, հա, վերավաճառող եք հանդիսանում։ Դուք ընդամենը նկարն եք նկարում, տեղադրում եք, երբ որ լինում է պատվերը, գնում եք վերցնում եք տվյալ վաճառողից, ձեր երրորդ անձից, վերցնում եք ու նոր ուղարկում եք։ Այդպես շատ-շատերն են աշխատում, իմ եղբայրը նույնպես, օրինակ Երևան, ինքը ապրանքները ներկայացնում է փեթակի ու սուրմալուի ապրանքները, պատվեր լինելու դեպքում գնում է վերցնում է ուղարկում է։ Շատ-շատերն են աշխատում, այս տարբերակով ու աշխատող է, էլի, այս ինչ։ Հա, ներդրում չես անում, դու փող չես ծախսում ապրանք ձեռք բերելու համար ու տենց նմանատիպ լիքը հարցեր։ Այս տարբերակով dropshipping-ով աշխատում են Amazon-ը ու նմանատիպ մեծ կազմակերպություններ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ Եվ համապատասխանում է այն վաճառողներին, ովքեր ունեն սպეციფიկ ապրանքներ, օրինակ կոտրվող ապրանքներ կամ ձեռքի աշխատանքը նույնիսկ, որ պատվեր լինելու դեպքում նոր դուք պատրաստում եք կամ անկողնային պարագան, որ պետքա կարվի, այդպես նույնպես։ Եվ այն վաճառողներին, ովքեր սեզոնային ապրանք են վաճառում։ Օրինակ, եթե գլխարկներ եք վաճառում, տակ, ցանկալի է FBS-ով աշխատեք, բայց եթե գիտեք, օրինակ ցույց տվեցի FBV-ով, եթե դուք վստահ եք, որ ձեր ապրանքը այսինչ քանակում այսքան վաճառվելու է, սկլադով աշխատեք, եթե չէ FBS-ով, սեզոնային ապրանքների մասին է խոսքը։ Եվ իհարկե կոտրվող ապրանքները ցանկալի է FBS-ով, բայց պետք է լավ փաթեթավորեք, ուղարկեք, որովհետև մի քանի փուլ ավել է ստացվում, մինչև գնորդին հասնում է, ոչ թե պահեստից ուղարկում են, այլ այստեղից գնում է PVZ-ից, մեքենայից, նորից այնտեղից ուղարկվում է, այսինքն ցիկլը ավելի է երկարում եւ դրա համար պետք է շատ լավ փաթեթավորեք, եթե կոտրվող ապրանքներ եք վաճառում։ Այլ ուշադրության համար սկոչներ կան հատուկ, որ գրածա խրուպկի է։ Այդ սկոչը անում եք, որ մի քիչ ուշադրի լինեն, բայց էլի այնպես չի փոխվում։ Պետք է լավ փաթեթավորեք ընդամենը։ Հա, այսինքն դուք տեսեք, օրինակ Թեմուից գալիս է մի հատ սովորական ցելոֆոնի մեջ։ Եթե իրենք լավ չփաթեթավորեն, դժվար են, էլի։ Սա մեր edge-ն է, եթե marketplace-ով եք աշխատում, երբ որ նոր պատվերներ է լինում, այս նովի եմ ասում, արդեն ցույց է տալի ձեր պատվերը։
Սա իմ էջից եմ արել, որովհետև ապրանք չունեմ հիմնականում այս տարբերակով ուղարկելու, մի քանի ապրանք եմ, հիմնականը պահեստում ա գտնում, դրա համար այստեղ այս դաշտը դատարկ է ինձ մոտ, բայց ունեմ օրինակ 2 հատ հավաքած ապրանք, որը որ պետքա ուղարկեմ պահեստով։ Նայեք, այստեղ պաստավկեն մենք սարքում ենք ու 2 ապրանքը տեղադրում ենք մի պաստավկայի մեջ։ Ինչա դա իրանից ներկայացնում, երբ որ դուք մի արկղ եք վերցնում ու մի քանի պատվեր իրար մեջ եք դնում, փաթեթավորում եք, որպեսզի ուղարկեք։ Ես ինձ մոտ կա, կարամ ցույց տամ, եթե կցանկանաք։ Օրինակ էս արկղն է։ Արկղի վրա կպցված է լինում 2 շտրիխ-կոդ։ Մեկը, որ Երևանում պետքա սկանավորեն, մեկը, որ այստեղի պունկտում են սկանավորում։ Այս պունկտում սկանավորում են, անցկացնում են ապրանքները հատիկ-հատիկ։ Պետքա փաթեթավորեք նորմալ, որպեսզի հասնի վաճառողին նորմալ։ Նույնպես QR կոդը փակցնում եք դուք կամ արտադրողից եք վերցնում, կամ ցանկացած marketplace-ից, նույն ձև Viber-ից։ Բայց այստեղ շատ արտադրողներ կան, եթե ինչ կարաք տվյալներ վերցնեք ու պայմանավորվեք, էլի։ Նայած ոնց է հարմար ձեզ։ Եթե ավել աշխատանք չեք ուզում անեք, ուղղակի Viber-ից պատվիրեք։ Ցանկացած չափի կա։ Եվ արխիվն եմ ուզում ցույց տամ, օրինակ պատվերը գնացել է, ինչպես հասկանաք, վերցրել են, չեմ վերցրել։ Նայեք, ապրանքները ցույց է տալի մեր ապրանքի կոդը, ապրանքի անունը, գինը, ու որ պահեստից է գնացել ու տալիս է ստատուսը։ Տավար վիկուպլեն, այսինքն այդ ապրանքը առել են։ Երկրորդ ապրանքը ցույց է տալի, որ ՊՎԶ-ում է ու սպասում է գնորդին։ Եվ երրորդ կարգավիճակը դա արտսարտիրովն է, այսինքն գտնվում է դեռ փուլերում։ Չի հասե պահեստ։ Եվ տեսնում եք առաքման ժամանակը, այստեղ ամենաերկար ժամանակը 99 ժամն է, այսինքն այս ստատիստիկայի վրա ձեր ազդում է տվյալ ժամանակը, այս այն ժամանակն է, երբ որ դուք փաթեթավորում եք ու հանձնում եք ՊՎԶ։ ՊՎԶ-ին որ սկանավորում են, արդեն այդ ժամանակահատվածը 0-անում է։ Նորից երևի մանրամասնեմ, 3 կարգավիճակ կա տվյալ դեպքում՝ տավար վիկուպլեն, երբ որ առնում են ապրանքը, երբ որ սպասում է գնորդին ու արտսարտիրովն է, այսինքն դեռ ընթացքում է։ Գտնվում է ՊՎԶ-ին, որ գնորդը գնա վերցնի։ Հա, վազվրատ է լինում ու պահեստ է գնում։ Երբ որ մտնում ենք поставки заказы, այնտեղ հենց WebS տարբերակով marketplace-ում կա управление остатками, այստեղ մենք քանակները ուղղում ենք, ավելացնում ենք, պակասեցնում ենք։ Մեր ապրանքի անունն է, շտրիխ-կոդն է, կողքը количествն է, որը որ մենք գրում ենք, օրինակ այն մեկը 17 է, չէ։ Երբ որ պիչյատի նշանը կա, այդտեղ սեղմում եք ձեր բոլոր շտրիխ-կոդերը, կարաք տպեք միանգամից այդտեղից։ Այնպես է։ Հա, բերում է, բայց ծրագրերը կան, որ կարամ տամ, օրինակ ավել ինֆորմացիա կա, էլի, վրան օրինակ ձեր ածիրի անունը կամ նմանատիպ, որպեսզի այդքան ինֆորմացիա չլինի, ծրագիր կա, որի մեջ մտնում եք անունն եք գրում, օրինակ արտիկուլը ու վերջ, հա, այսինքն շտրիխ կոդ անունը ու արտիկուլը, որպեսզի շատ ինֆորմացիա չլինի։ Կոնկրետ այս էջով ինֆորմացիան շատ է բերում շտրիխ կոդի։ Շտրիխ կոդն էլ տալիս է մեզ Viber-ը կամ դուք ինքներդ ապրանքի վրա եթե շտրիխ կոդ կա, դա եք գրում։ Օրինակ, եթե ձերը վերցնեք իմ արկից շտրիխ կոդը, այդ պետքա գրեք, որովհետև դրանով պետքա նույնականացվի։ Կամ եթե ապրանքը շտրիխ կոդ չունի կամ այնպիսի շտրիխ կոդ է, որ դուք վերավաճառող եք ու նմանատիպ շատ ապրանքներ կան վաճառքի, ավելի լավ է վերցնեք իրենց տված շտրիխ կոդը։ Եվ անցնենք հաջորդ տարբերակին։ ԴԲՎ տարբերակն է, երբ որ պահպանվում է ապրանքը ձեր պահեստում ու պատվերների դեպքում Viber-ի կուրիերը գալիս է ձեր պահեստից վերցնում է ու տանում է առաքման։ Այս տարբերակում առավելությունները այն է, որ չեք զբաղվում դուք առաքմամբ, այլ կատարում է Viber-ը ու ստանդարտ արժեք ունի։ Դուք վճարում եք այդ արժեքը, այնտեղ նշեցինք, որ տոկոսայինով էր, որ ձեր ապրանքի ինչ տոկոսը պահվում է ու վերջ։ Ինչպես նաև պահպանման ու ընդունման համար այլ ծախսեր չկան։ Թերություններից այն է, որ մենակ տարածաշրջանում կարաք աշխատեք։ Օրինակ, երբ որ ապրանքը պատվիրեն Ռուսաստանի մեկ այլ տեղից դուք Հայաստանում աշխատեք, կուրիերը չի կարա գա այստեղից վերցնի տանի այնտեղ։ Թերությունը դա է, այսինքն Հայաստանի տարածքում։
Եվ իհարկե պետք է ունենաք պահեստ ապրանք վերցնելու համար։ Ինքն դուք հստակ հասցեք նշում, որտեղից որ ամեն անգամ պատվեր լինելու դեպքում պետք է գան վերցնեն։ Այս տարբերակով հարմար է աշխատել են մարդկանց, օրինակ ծաղկի խանութները։ Հիմա Հայաստանում այս տարբերակը առկա է, ծաղիկի խանութները եւս կարան ներկայացնեն իրենց ապրանքը, եւ որ օրինակ մենք այստեղից պատվիրենք, Երևանից կա տարբերակ, որպեսզի բերեն մեզ։ Կամ դեղատները, նույնպես դեղատները եւ թե բնականադեղերը պահեստում պահել հնարավոր չի, որովհետեւ ունեն ստանդարտներ, որին համապատասխան պետք է տվյալ դեղը պահպանվի։ Այսպես նույնպես կարող են աշխատել։ Ում է համապատասխանում տվյալ տարբերակը, այն վաճառողներին, ովքեր վաճառում են մեծ ծավալային ապրանքներ, օրինակ լվացքի մեքենա։ Այս տարբերակով կարող աշխատի օրինակ Բեկոն կամ ինչ-որ վեգան, նմանատիպ ընկերություններ, եթե ցանկանան։ Ովքեր այն վաճառողներին, ովքեր ում համար կարևոր է ֆիքսված արժեքը առաքման համար, վճարում են առաքման համար, գալիս են այս ինչ ասեցի, տանում են ինչ տեղը։ Եվ այն վաճառողներին, ովքեր ուզում են լոգիստիկ ծախսերը քչացնել։ Եվ իհարկե, ովքեր դաստավկի համար մեծ ժամանակ չեն ուզում ծախսեն, կազմակերպում են այդ ամբողջը Վալբերիսի օգնությամբ։ Հայաստանում այս տարբերակը առկա է արդեն 4 ամիս է գրեթե, անցած տարվա հոկտեմբեր 6 ամիս, հոկտեմբեր ամսից արդեն առկա է։ Շատ չեմ մանրամասնել այս տարբերակը, որովհետև այստեղ աշխատելու մեծ բան չկա ու մենք դժվար է տարբերակով աշխատենք, որովհետև չենք ուզում մենակ Հայաստանի սահմաններում վաճառել մենք մեր ապրանքը։ DBS այն տարբերակն է, երբ որ ապրանքը պահպանվում է ձեր հասցեում եւ գնում կատարելու դեպքում դուք ինքներդ կազմակերպում եք լոգիստիկ գործողությունը։ Առավելությունը այն է, որ Առավելություններից այն է, որ օրինակ ապրանք կա, որը որ հնարավոր չէ այլ տարբերակով վաճառել, վաճառում եք այս տարբերակով։ Օրինակ թարմ եղևնին, հա, նոր տարուն շատ-շատերը այսպես վաճառել են։ Ընդամենը պատվերը վերցնում են ու տանում են առաքման։ 3% այս դեպքում էր, որը դուք 3% եք ընդամենը վճարում։ Հա, ու անմիջական գնորդի հետ կապ ես հաստատում, այսինքն ձեզ Վալբերիսը տալիս է հենց գնորդի տվյալները։ Այսինքն Վալբերիսը ընդամենը իր գնորդների քանակն է ձեզ տալի, որի օգնությամբ դուք վաճառքները կատարում եք։ Եվ թերություններից մեծ ծախսեր է իր հետ կազմում, որովհետև օրինակ նորից եմ ասում, եթե Երևան են աշխատում ու մենք պատվիրենք այստեղ, իրենք պետք է այնտեղից ծախսանեն ու բերեն հասցնեն այստեղ։ Եվ իհարկե մեծ տարածությամբ վայրեր չեն կարող առաքել, թերություններից նաև դա է։ Հնարավոր է, հետել է հնարավոր, բայց կարա նաև գնորդը տվյալ դեպքում օրինակ բողոք ներկայացնի, նայած էլի ոնց է աշխատում, բայց այս տարբերակով լավ է նա, որ գնորդի նոր ինքն ունենում արդեն իր գնորդների ցանկը, կարա տվյալներ հավաքի, հետագայում ակցիաները ինքը ներկայացնի, կամ այդ գնորդը տեսնի ապրանքը լավն է, անմիջապես իրեն զանգահարի, ինքն դա հնարավորություն է տալի, որ գնորդներ ինքը հավաքի վաճառողը։ Նորից ասեմ, ում է համապատասխանում տեղի տարածքի վաճառողներին, բնականաբար ովքեր ուզում են կոմիսիան նվազեցնել, որովհետև այստեղ 3% է կոմիսիան ու այլ ծախսերը մնում է վաճառողի վրա։ Եվ այն վաճառողներին, ովքեր ունեն հատուկ լոգիստիկ պայմաններ պետք է ապահովեն։ Տվյալ դեպքում նույն ասած եղևնին է, որ պետք է ճիշտ հասցնեն, որպեսզի չկոտրվի, չվնասվի, վրան ինչ-որ բան չդրվի։ Եվ իհարկե շտապ անհրաժեշտ ապրանքների առաքման դեպքում նույն տիպի ասեցի արդեն օրինակ դեղատները կարող են այսպես աշխատել, երբ որ պատվերը լինի, անմիջապես տանեն ու գնորդին հասցնեն։ Եկեք այս տաբլիցան արդեն դուք պատասխանեք, ես մանրամասնեցի, եկեք հասկանանք դուք ինչ ընկալեցիք իմ ասածներից ու ինչներ հասանելի, ինչու՞ չէ, ես նորից բացատրեմ։ Ով կներկայացնի ՖԲՎ տարբերակը ձեր բառեր։ Ես ասեմ։ Ասա։ Ինչու՞ չէ։ Հիմա ասում եք, չէ, օրինակ ես ի սկզբանե աշխատել եմ ՖԲՍ-ով 1 տարի։ Չէ, ՖԲՎ-ն դա երբ որ պահեստում է լինում ձեր ապրանքը։
Ես աշխատել եմ FBS-ով 1 տարի, հետո արդեն գիտեմ իմ ապրանքների քանակի հոսքը, արդեն հանձնում եմ պահեստ։ Հա, բայց կներեք, ուզեցի F-ով, հա, կենտրոնական պահեստն է։ Sklad VB-ն է։ Մեր Valberis-ի սկլադն է։ Այս տարբերակով նորից ապրանքը պահպանվում է Valberis-ում։ Обработка заказа, այսինքն պատվերի գործողությունը կազմակերպում է Valberis-ը։ Պրինցիպը աշխատելու պրինցիպն է կազմում է նրանում, որ պատվերները գրանցվելու դեպքում Valberis-ը ամբողջ ցիկլը կազմակերպում է, մենք այլ գործողություն չենք կատարում։ Այո։ Մենք գնորդի հետ ոչ մի կապ չենք ունենում, մեզ ոչ մի տվյալ չի տալի գնորդի մասին։ Մենք չենք կարող իմանանք ով է տվյալ գնորդը։ Եվ իհարկե ուպակովկան ու մարկիրովկան պետք է անենք մենք։ Դա է նշեմ, որ եթե պահեստ եք հանձնում, չի նշանակում դուք ոչ մի բան չեք անելու։ Դուք պետք է ապրանքը փաթեթավորվեք նույն ձև, վրան ուղղակի ոչ թե QR-ն է կպցնում, որտեղ ձեզ QR-ը չի տալիս։ QR-ը կպցնում են, երբ որ պատվեր է լինում։ Դուք կպցնում եք շտրիխ կոդը ու հանձնում եք պահեստ։ Եվ տավարը վազվրատի դեպքում նորից գնում է Valberis։ Այսպես։ FBS-ն է, դա մեր այստեղի PVZ-ի հետ աշխատելու տարբերակն է, երբ որ պատվերը լինում է, մենք հանձնում ենք այստեղ։ Նորից, որտեղ է պահպանվում ապրանքը մեր պահեստում, պատվերի ամբողջ գործողությունը կատարում է Valberis-ը, որովհետև մենք հանձնում ենք, իրենք արդեն մնացածը գիտեն որտեղից որտեղ են տանում։ Նորից գնորդի հետ մենք ոչ մի կապ չենք ունենում, ուպակովկան, մարկիրովկան էլի մենք ենք անում, հա, եւ վազվրատի դեպքում նույնպես տարբերակ է, կամ գա մեզ, կամ գնա պահեստ, ցանկալի է պահեստ, որ ծախս չունենանք։ Վիտրինա եւ Վիտրինա Express-ը դա առաքման տարբերակներն է, նույնը ասեցի DBS-ը եւ IDBS-ը դա Express-ն է, երբ որ օրինակ հստակ 3 ժամում պետք է հասցվի այսինչ ապրանքը, այսինչ հասցեով։ Դա Express տարբերակն է, նորից պատվերի գործողությունը ինչպես է կատարվում, պատվերը գրանցվելու դեպքում վաճառողը փաթեթավորում է, տանում է, առաքում է գնորդին։ Պատվերը պահպանվում է գնորդի տարածքում, պատվերի ամբողջ գործողությունը վաճառողի տարածքում, ամբողջ գործողությունը կատարում է վաճառողը եւ այստեղ կապը գնորդի հետ կա։ Տվյալները մեզ տալիս է Valberis-ը։ Ուպակովկան, մարկիրովկան էլի վաճառողն է անում եւ դաստավկեն վազվրատի դեպքում նույնպես հասնում են նորից վաճառողին։ Այսինքն եթե տարավ ու հրաժարվեց գնորդը, վազվրատը ինքը վերցնում է նորից հետ է բերում։ Եվ C տարբերակը դա Հայաստանում չկա, բայց ձեզ ասեմ։ Դա այն տարբերակն է, երբ որ ապրանքը ներկայացնում են Valberis-ում որևէ խանութ, պայմանական որևէ խանութ ներկայացնում ապրանքները Valberis-ում։ Երբ որ պատվերը գրանցվում է, ապրանքը չեն տանում Valberis կամ առաքում։ Այստեղ պատվերը ընդհանրապես պահպանվում է, որպեսզի գնորդը գա, վերցնի այդ ապրանքը։ Հիմա կասեք իմաստը ո՞րն է, նորից ասեմ, այստեղ Valberis-ը մեզ էլի գնորդների քանակ է տալիս։ Նույն ձեր ապրանքը կարա ոչ մեկ չճանաչի ու չգա։ Այսպես ձեր ապրանքը ճանաչում են, պատվիրում են, գալիս են, վերցնում են։ Վաճառողից։ Խանութ մոտենում են, իրենք վերցնում են։ Դուք ոչ մի գործողություն չեք անում, նորից ապրանքը պահպանվում է ձեր պահեստում, обработкին դուք եք էլի կատարում եւ իհարկե գնորդի հետ դուք կապ եք հաստատում, ինչպես նաեւ ուպակովկա, մարկիրովկա, տվյալ դեպքում մարկիրովկա պետք չի, որովհետեւ ապրանքը գալիս է վերցնում է։ Եվ ապրանքը վազվրատի դեպքում էլի ձեզ է մնում։ Աշխատում ենք Չինաստանից ապրանք դեպի Ռուսաստանի սկլադ։ Այս առաջի տարբերակով են։ Հա, սկլադ VB։ Իսկ այս ուպակովկեն մենք պետքա, հա, մենք պետքա fulfillment-ի դիմենք, այսինքն միջնորդ ընկերության, ով կվերցնի մեր ապրանքը, կստուգի, կփաթեթավորի, ապրանքը կտանի որ մենք պետքա նշենք, դա թե առանձին։ Չէ, դա առանձին ծառայություն է, մենք պետքա, ես տվյալներ ունեմ, եթե ինչ, ես ամբողջ ինֆորմացիան ձեզ կարամ տամ, որպեսզի դուք զանգահարեք, ճշտեք օրինակ Չինաստանից տվյալ ապրանքը, որ հասնի պահեստ ինչ ծախսի մասին է խոսքը։ Հստակ ես ձեզ չեմ կարող ասեմ ինչ ծախսի մասին է խոսքը, որովհետեւ յուրաքանչյուր ապրանք ունի իր սպეციფიկ գինը։ Կամ Valberis-ը նույնպես ունի fulfillment ասվածը, ուղղակի էլի ծախսը այստեղ ավելի շատ է, քան այլ միջնորդի օգնությամբ։
Իսկ ուզեք անալիզ անեք որևէ ապրանք։ Հասկանանք, որ պահեստով աշխատենք։ Այս անալիզի սենց տարբերակ եմ ներկայացնում։ Առաջինը, անալիզ անելու համար մեզ ինչն է պետք։ Ապրանքի տեսքը, չէ՞, չափերը, ինչ հատկություններ ունի, օրինակ կոտրվող է, կոտրվող չի, ու ինչպես պետքա փաթեթավորվի տվյալ ապրանքը, սեզոնային է, պահանջարկ ունի, թե չունի, շատ օրինակ վաճառքի քանակը ամսվա կտրվածքով ինչքան է, ինչքան մենք պետքա վաճառենք ու ինչքան պետքա հանձնենք։ Եվ իհարկե պետք է իմանանք կոնկուրենտները ոնց են աշխատում։ Օրինակ ինչ-որ մեկը կուզի անալիզ անի իր ապրանքը։ Անկողնային պարագաներ, հա, տենց։ Եկեք հասկանանք։ Անկողնային պարագաները ընդհանրապես, եթե մրցակիցներին նայենք, աշխատում են FBV տարբերակով, այսինքն պահեստում են հանձնում իրենց ապրանքները 80%-ով, հա, ես ինչքան որ ուսումնասիրել եմ։ Ինչով է դա լավ, որ ապրանքը արագ է առաքվում։ Այսինքն, այստեղ եթե ուզում եք մրցակցեք, պետքա սկլադ ընտրեք։ Բայց եկեք նայենք իր հատկությունները։ Պահպանումը շատ հեշտ է, չի վնասվում։ Փաթեթավորումը մեծ ծախսերին չի ներկայացնում, դուք ընդհանրապես տոպրակների մեջ հատուկ կուրիերսկի տոպրակներ կան, մեջ պետքա դնեք ու հանձնեք։ Որտեղ որ կարաք պահեք ձեր ապրանք, օրինակ դուք պետքա հասկանաք, ունեք դուք տարածք, թե չունեք այդ պահպանման համար։ Ձեր տանը կարաք պահեք, թե ձեր պահեստում, թե տանեք վայրբերիս վերջի վերջո։ Ոնց է ձեզ հարմար, ու լոգիստիկ ծախսերը դուք կարաք անեք, թե չանեք։ Այդ ամեն ինչը դա նման իրան, որ մենք պետք է հասկանանք, որ մոդելն է մեզ համապատասխան։ Բնականաբար ձեր ապրանքի համար ամենահարմար տարբերակը դա FBS-ն է պլյուս FBV-ն։ Սկզբնական FBS, որպեսզի ճանաչեն ձեր ապրանքը, օրինակ շատ բաներ կան, արդեն տեքստիլ արտադրողներ կան, ում անունը արդեն մենք ճանաչում ենք, չէ՞։ Նույն ձև ձեր ֆիրման կարան ճանաչեն։ Երբ որ որակն են հասկանում, չափսերն է համապատասխանում, օրինակ ես մի sense օրինակ բերեմ, հա, Ռուսաստան, որ պատվիրում ենք, չափերը շատ փոքր են, բայց Հայաստանում, հա, Հայաստանում այստեղ մեր անկողնային պարագաների համար մեծ չափսեր է պետք գալի։ Նույն բրդից վերմակը։ Այսինքն ձեր ապրանքը ճանաչելուց հետո արդեն կունենաս գնորդների հոսքը, իմանաս, որ ինչքան է պետքա վաճառվի։ Դրանից հետո նոր տանում ես պահեստ։ Պահեստ տանելը ինչով է լավ, օրինակ եթե դու գիտես մի ամսվա կտրվածքով 30 հատ վաճառվում է, դու տար ամեն ամիս 30 հատ պահեստում հանձնի, որ դու ամեն օր չփաթեթավորես ու չտանես։ Հավատացեք, այդ երկար process է, ես ինքս երկար ժամանակ FBS-ով եմ աշխատել, աղջիկները գիտեն, ամեն օր տոպրակներով այստեղից այնտեղ, որպեսզի տանեմ հանձնեմ։ Հա։ Հա, դե բնականաբար, որովհետև բայց օրինակ ես փափուկ խաղալիքները կնախընտրեի, որ FBS լիներ, որովհետև օրինակ խաղալիքները, հա։ Բրենդ գիտես որն է, Հայաստանի տարածքով նայեմ Մանկանը։ Մանկանը մրցակից է քեզ հանդիսանում։ Եթե որպես նայենք մանր խաղալիքներ վաճառող, շատ։ Մարդիկ կան, օրինակ, կենտրոնանում են փայտից խաղալիքների վրա, մարդիկ կան փափուկ խաղալիքների, ու ասես տարիքային տարբեր խումբ, ամեն տարիքի խումբ պահանջում է իր սերտիֆիկացումը։ Ձեռքի աշխատանքները։ Դու պետք է նայես, դու ինչ ես ուզում վաճառես, դու չես կարող ոնց ասեմ 0-ից մինչև 15 տարեկան ապրանք վաճառես։ Ընտրում ես տարիքային խումբը, օրինակ նորածինների համար։ Նորածինների համար պետք է նորմատիվները պահես, սերտիֆիկացումը պահես եւ պիտակավորումը, բայց ինչքան որ տեղյակ եմ վերավաճառողությանը գնելու, իրեն կարող է ունենան այդ ամբողջ փաստաթղթերը։ Պետք է իմարկին են դիմում։ Սերտիֆիկատի համար ես ունեմ միջնորդ, ով կարա միանգամից Ռուսաստանից վերցնենք, որ մեր վալբերիսի էջում այդ պտիշկան ստանանք։ Օրինակ իմ ապրանքները բոլոր սերտիֆիկացված են, իհարկե դա տարիների աշխատանք է, որովհետև ես ի սկզբանե ծախս չեմ արել այդ դրա համար։ Ու սերտիֆիկացիայի համար ինձ ասեցին,
կոդը եմ ասել։ Ձերը սերտիֆիկացիոն չի, ձերը չի, ես նույն զնակն է, դա պիտակներն է, հենց ձեր ապրանքի պիտակը լինելուց հետո դու կարաս շատ հանգիստ վաճել, ու հիմա է կարաս։ Թեկուզ Հայաստանի տարածքում, Հայաստանում դա պարտադիր պայման չի։ Ցանկ գոյություն ունի։ Ես հաջորդ դասին մենք արդեն ապրանքի ընտրության դասն է լինելու, որտեղից ձեռք բերենք ապրանքը, ինչին ուշադրություն դարձնենք, որը ինչ պիտակավորում է պահանջում, ու ինչ սերտիֆիկացիում, այդ ամբողջը ուսումնասիրելու ենք։ Հասկանալի էր, ես այսքանն էի պատրաստել, եթե հարցեր ունեք, եկեք քննարկենք։ Դե ավելի ճիշտ կլինի ինքը ֆիրմայի անունով արկղերը լինի, չէ՞, քան օրինակ ես հիմա որ Նայած դուք ինչքան ծախսեք, նախատեսում անեք։ Դա ձեզնից է էլի կախված, ես չեմ կարա ձեզ ասեմ դուք ոնց անեք։ Նայեք, եթե ինձ լսեք, դուք ծախս չեք անի շատ սկզբնական, որովհետև ոնց ասեմ, դուք պետք է եկամուտը մի քիչ տեսնեք, որ նոր հասկանաք դուք ինչքան գումար դնեք ձեր ապրանքի վրա։ Չէ, ուղղակի վերցրեք սովորական կարտոններ, այս ուպակովկաները, հատը 100-150 դրամ է, եթե մեծածախի առնեք ավելի էժան։ Հա, տափակ, հա։ Մեջը դրեք, թեկուզ սովորական մեր, ոնց ասեմ, սովորական պրիգունա, որ պրինտերով տպեք, կտրեք, կպցրեք, եթե ուզում եք ձեր բրենդը երևա։ Այսինքն ավել ծախս մի արեք դրա համար։ Նույն ձևել օրինակ շտրիխ կոդերի փակցնելը, սարքը կամ կարող եք առնել, կամ էլ սկզբնական սովորական պրինտերով, տպում եք, կտրում եք, կպցնում եք, դա էլ է թույլատրել է։ Սովորական պրինտերով։ Եթե պրինտերով չես, սկզբից ասեցիք, Տերմոպրինտեր գոյություն ունի։ Դրանով են էլի բոլորը աշխատում։ Դա սովորական մեր էջն է, եթե FBS-ով ենք աշխատում, ուրեմն նայեք, այստեղ պատվերները երբ որ գրանցվում է, տալիս ենք Sabirites ու պաստավկա ենք ստեղծում։ Պաստավկայի մեջ մեր ապրանքներն է։ Նշում ենք, շտրիխ կոդերը ցույց է տալիս, շտրիխ կոդերը տպում ենք ու փակցնում ենք մեր փաթեթավորման վրա։ Ցույց տվեցի։ Ապրանքի վրա ենք կպցնում ու ոնց հասկանանք, որ շտրիխ կոդը որինն է, որ նայեք, այն ստիկերը գրված է, վերջի 4 թվով հասկանում ենք, որ ապրանքին ինչ շտրիխ կոդ ենք կպցնում։ Շտրիխ կոդը կպցնելուց հետո տալիս ենք դալշը։ Դալշը որ տալիս ենք, այստեղ տալիս է տարբերակ, որ ընտրեք քանի կառոպկայի մեջ եք դուք տեղավորում։ Օրինակ, այս 1 կառոպկա է, նույնիսկ կառոպկի շտրիխ կոդն ենք տպում։ Սա որը MP-ով է, սա այստեղ ենք տալու։ MP-ն կարդում է մեր պունկտը։ Երբ որ այդ կպցնում ենք ու նորից տալիս ենք դաշը դաստավկու, այնտեղ արդեն տալիս է ընդհանուր շտրիխ կոդը, որը որ Երևանը պետքա վերցնի։ Երբ որ edge ունենաք, edge-ում կա այդ փուլ մտնում ենք, անում ենք։ Մտնում ենք պաստավկայի մեջից մտնում ենք marketplace, FBS-ը։ FBS-ում բերում է այս դաշտերը։ Ապրանքը ընտրում ենք, հավաքում ենք մի պաստավկայի մեջ, պաստավկի մեջից արդեն սկսում ենք շտրիխ կոդը տպել, կպցնել, առաջ ենք գնում, ընտրում ենք քանի կառոպկայի մեջ է, նորից տալիս ենք ստեղծել կառոպկան, տպում ենք կառոպկայի կոդը, կպցնում ենք դա կառոպկայի վրա, առաջ ենք գնում, արդեն վերջնական Երևանի կոդն է տալի։ Դա էլ կպցնում ենք ու վերջ։ Իսկ եթե մենք հա, ապրանքի կոդ, այստեղ PVZ-ի կոդ ու մեկ էլ Երևանի կոդը։ Շտրիխ կոդն է նորից եմ ասում, կարակ կպցնեք, կարակ չկպցնեք այս FBS-ով աշխատելու դեպքում, դա պարտադիր պայման չի, բայց եթե օրինակ ուզում եք, որ ձեր ապրանքը ճանաչելի լինի, կարակ կպցնեք։